Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 8-ն է 2026 թվական։ Երկու օր այս հարթակում չէինք շփվել, որտեղ ընտրություններ էր 2026 թվականի խորհրդարանական, վստահ եմ տեղյակ եք, որ ես մասնակցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության ընտրացուցակով։ Կարճ ամփոփենք, տեսնենք ինչ տեղի ունեցավ ընտրությունների արդյունքում եւ ինչ է մեզ սպասվում։ Նախ ասեմ Շնորհապետական կուսակցության հետ կապված նորաստեղծ կուսակցություն, որը ընդամենը մի տարվա կյանք ուներ եւ այդ ընթացքում կարողացավ լուրջ հաջողություն արձանագրել 2.11%, դա շատ լուրջ թիվ է նորաստեղծ կուսակցության համար, որովհետեւ եթե ուշադրություն դարձնեք արևմտյան դաշտում հանդես եկող 4 քաղաքական ուժ, ազգային ժողովրդավարական բևեռը, Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանի գլխավորությամբ, Հանուն Հանրապետության կուսակցությունը Արման Բաբաջանյանի գլխավորությամբ եւ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը Լևոն Շիրինյանի գլխավորությամբ այս 4-ը միասին ավելի քիչ ձայն հավաքեցին, քան Գուրգեն Սիմոնյանը։ Դա խոսում է այն մասին, որ ժողովուրդը իսկապես նորություն էր ուզում, թարմություն էր ուզում էր մարդ, որը գար, անցյալի բեռը վրա չլներ, հոգնածրած չլիներ ժողովրդին իրենց շատ-շատերին ասում էին կուսակցության մեջ չկան հայտնի մարդիկ, բա դուք ձեր կուսակցության մեջ քիչ հայտնի մարդիկ ունեիք, չտեսաք ժողովուրդը ինչ կարծիքի է ձեր մասին, չտեսաք, որ դուք ժողովրդին ասելիք չունեք, բայց ձեր ասելիքը ժողովրդին նա էր, որ պայքար եք Շնորհապետական կուսակցության դեմ, այն մթնոլորտը, որը կար, մի կատաղի պայքար, որ հանկարծ խորհրդարան չմտնենք։ Ի վերջո արդյունքում ինչի հասանք ժողովուրդ ջան։ Արդյունքում հասանք մենք առաջարկում էինք այլընտրանք Գուրգեն Սիմոնյանի տեսքով։ Այսինքն այն բոլորը, ովքեր ներսում պայքարում էին, թե այդ քաղաքական ուժերը, թե որոշ վերլուծաբաններ ներսի ու դրսի, ասես կատաղի ձևով ուզում էին բացատրեն, թե ինչ է իրականում պետք տեղի ունենալ, նրանց ցանկությունը որն էր։ Կար Նիկոլ Փաշինյան, կար Գուրգեն Սիմոնյան։ Դուք ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Էլ պետք չի ասել դուք քննադատում էիք Փաշինյանին, դուք դեմ էիք նրան եւ այլ։ Դուք ունեիք ընտրության հնարավորություն, ընտրեցիք Փաշինյանին։ Շուրգան կես մյուս կողմը նայենք։ Կար ընդդիմություն Գուրգեն Սիմոնյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Դուք ընտրեցիք Ռոբերտ Քոչարյանն, էլ պետք չի ասել մենք չենք ուզում այս ռուսամետ ուժերին, եթե առավոտից երեկո հարձակվել էիք Գուրգեն Սիմոնյանի վրա, հարձակվել եք, թե իրական ընդդիմադիրա, թե ոչ, սրա պատվերն է կատարում, թե նրա սրա հետ կապել, նրա հետ կապել, նրա հետ այս անել, այն անել, արդյոք արև մտամետա, այս ինչ անում, ձեր ուզածը ինչ էր։ Ձեր ուզածը նա էր, այն ինչ որ հիվա ունենք, այս իշխանությունը եւ այս ռուսամետ ընդդիմությունը։ Ահա արդյունքը։ Ուրեմն ձեր ամբողջ արածի արդյունքը դա էր։ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ քանի որ մեր համագործակցությունը Գուրգեն Սիմոնյանի հետ եղել է ընտրությունների առիթով, ես կուսակցության անդամ չեմ, ֆորմալ առումով այդ համագործակցությունը դադարեցված է եւ ես վերադարձել եմ իմ գործունեությանը, այսինքն ես ձեզ խոստացել եմ, որ անկախ իմ կարգավիճակից կշփվեմ ձեզ հետ այս հարթակում, քանի դեռ դա ձեզ հետաքրքրում է։ Եթե չի հետաքրքրի, բնական է ինձ համար համապատասխան աշխատանք կգտնեմ։ Բայց նորից եմ ասում, ֆորմալ առումով է դադարեցված համագործակցությունը Գուրգեն Սիմոնյանի եւ նրա կուսակցության հետ, որովհետեւ այս ամիսների ընթացքում ձևավորվել է իսկապես շատ մտերիմ ու բարեկամական հարաբերություններ այդ մարդկանց հետ, մենք իրանց հետ ճանապարհ ենք անցել եւ ցանկացած պարագայում երբել մեկ այլ առիթով իմ համեստ ուժերի կարիքը զգացվի, ես անպայման կկանգնեմ իրենց կողքին։ Եվ այն հարցին, թե փոշմանել եմ արդյոք, որ ընտրել եմ այդ կուսակցությունը, բացարձակ։ Ես համարում եմ, որ դա միակ ճիշտ տարբերակն է, որ 18 կուսակցության մեջ ես որևէ ուրիշ ուժի չէի միանա։ Դա այնքան ներդաշնակ ստացվեց, որ նույնիսկ չի էլ քննարկվում դա։ Կարելի է ուրիշ տարբերակ մտածել, անկախ արդյունքներից, ոչ, ես ուրիշ տարբերակ չէի մտածի։ Այո, քաղաքական առումով կուսակցության անդամ չեմ եղել, որովհետև ի վերջո 66 տարեկան եմ եւ
հաջորդ ընտրությունները 5 տարի հետո է, էլի, Աստված գիտի, թե 5 տարի հետո քանի տարեկան կլնեմ, կցանկանամ ընտրությունների մասնակցել, թե չէ, ի վիճակի կլնեմ մասնակցել, թե չէ։ Այդ իսկ պատճառով նույնիսկ իմաստ չունի դա քննարկել, բայց նաև նշեցի, որ այո, եթե ես կզգամ, որ իմ մասնակցության կարիքը կա, ինչպես այս անգամ ես ընդունել եմ այդ առաջարկը մեծ գոհունակությամբ եւ միացել հաջորդ ցանկացած ժամանակ, եթե իմ ուժերը կների, իմ առողջությունը կների կամ էներգիաս կների, անպայման ես նորից կկատարեմ նույն ընտրությունը։ Այնպես որ ես ուզում եմ ասեմ իդեմս այդ կուսակցության, մենք շատ կարևոր գործընկեր ունենք եւ շատ ափսոսում եմ, որ իրական չգնահատվեց եւ այդ թույնը, որը թափվեց, այդ ամեն ինչ արեց, արդյունքում ունենք այս ինչ որ հիմա խորհրդարանում ձևավորվել է։ Եվ ինչ է ձևավորվել, որ այսօր հասարակության կեսից ավելին գտնում է երկրի ապագան Եվրամիությունն է, իսկ խորհրդարանում ով է դա ներկայացնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գիտենք, որ մեզ Եվրամիություն տանող չի ու դա ինքն է հայտարարել, այո, այսօր Ռուսաստանի ճնշումների պարագայում ինքը մտածում է, որ արևմուտքն է ձեռք մեկնել եւ ինքը դրանից օգտվում է, իհարկե ճիշտ անում, որ օգտվում է, բայց միշտ ասել էին, որ հենց արևմուտքը այդ ի սկզբանե առանց ճնշման դու պետք է հետները աշխատեիր։ Բայց լավ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի արած գործունեությունից դժգոհենք, ու մենք դիմելու մեր խորհրդարանական ընդդիմությանը, կարող է պատահաբար Սամվել Կարապետյանի ուսակցությանը դիմենք կամ Ռոբերտ Քոչարյանի դաշինքին, ասենք ճնշում գործադրեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ չշեղվի եվրոպական գծից, էս ինչ է անում։ Սա ձեր ընտրությունն է, ժողովուրդ ջան։ Ցավում եմ իհարկե, որ դա է, որովհետև մեր երկրի ապագան է եւ ես վկայի ամենազոր Աստված ջանք ու եռանդ չեմ խնայել, որ ինչ որ մի իրավիճակ փոխենք այս առումով։ Օթյակում չեմ նստել եւ իմ կարծիքը հայտնել, ասել գնացեք արեք։ Դուք ինքներդ եք ասելու փոխարեն քայլ արեք, ես իմ բաժին քայլը արել եմ։ Դրա համար ուշադիր եղեք, որ այդ կուսակցությանը դա առաջի քայլը իսկապես փայլուն էր, այդ քայլը հետագայում նա ճանապարհ ունի։ Ես իրանց էլ ասել եմ, ժողովուրդ ջան, երիտասարդ եք, շարունակեք ձեր ճանապարհը, սա ձեզ համար լավագույն ստարտն է։ Դուք իմ տարիքին չեք, որ համարեք, որ դա կարող է վերջին ընտրությունն լինի։ Դուք երիտասարդ եք, դա ձեր առաջինն է, այդ ընտրությունով ոչինչ չի ավարտվում։ Այդ ընտրությունով սկսվում է։ Եվ բացի դրանից նաև եթե դժգոհ լինելով, թե այսինչ տեղի ունեցավ, այսինչ իրավիճակ մենք հիմա ունենք, հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ եթե ռուսամետ ընդդիմությունը որոշի պայքարի դուրս գալ, ես կարող եմ իրանց միանամ։ Բացառվում է պարզապես։ Դուք մեզ մանդատ չեք տվել, որ ես գնամ արանքում կանգնեմ, բախում կոնֆլիկտ չլինի, կամ էլ թե չէ մեր մանդատի ուժով ու իրավունքով, ասենք այսինչ եք անում մեր երկրի հետ կապված, այսինչ անկայունություն։ Որովհետև ինձ համար բացարձակ անընդունելի է այս կարգի ընդդիմություն։ Ինչա, պետք է պայքարենք, որ իրանք հաղթեն։ Այդ թույնն ու այդ ամեն ինչը մեր դեմ որ օգտագործում էին, այդ ընդդիմությանը պետք է օգնենք, որ ասենք դուք ճիշտ եք, դուք ոտից գլուխ սխալ եք, ժողովուրդ ջան։ Դրա համար անազնիվ ու անարդար մարդկանց հետ արդարության համար չեն պայքարում։ Դրա համար իրանք գիտեն իրանք ճանապարհը, այսինքն հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, եթե ես դժգոհ եմ այս ընտրության արդյունքներից կամ այս իշխանության վերարտադրությունից, դա նշանակում է հանկարծ կարող է ես կողմ լինեմ նրանց պայքարի արդյունքում իշխանության գալ ցանկացած մեթոդներով։ Հավասարապես ինձ համար մերժելի է եղել եւ նա։ Դա իրանց կռիվն է, մանդատ են ստացել, թող իրանք որոշեն։ Վերցնում են, չեն վերցնում, պայքարում են, չեն պայքարում, դա իրանց խնդիրն է։ Ես համարում եմ այսօր իմ խնդիրն ու առաքելությունը ձեզ ներկայացնել մեր երկրում տարածաշրջանում ու աշխարհում ինչ է կատարվում, դուք ինքներդ կողմնորոշվեք հետագա քայլերի հետ կապված։ Եթե իմ վերլուծությունները ձեզ համար օգտակար կլինի, կշարունակենք իրար հետ շփվել։ Ես դա ասում եմ նրա համար, որ դուք տեսաք, որ հետևողականորեն բացատրում էինք, ոչ միայն այս հարթակով, այլ նաև տարբեր լրատվամիջոցներով, հարցազրույցներով, որ ժողովուրդ ջան, ամեն ինչ անելու է իշխանությունը, որ 2021-ը տեղափոխի 2026, այն ժամանակ կռիվը գնում էր Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, հիմա էլ լինի Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան,
Այն դեպքում, երբ որ աշխարհը փոխվել է եւ բացարձակ նման չի 21-26-ի հետ, բայց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց դա իրականացնել, որովհետեւ հիմա էլ այս անգամ խաղը խաղաց Սամվել Կարապետյանը։ Այո, ես մի հարցազրույցի ժամանակ էլ ասել եմ, ոչ միայն այս հարթակով, որ Սերժ Սարգսյանը իր ձևով Նիկոլ Փաշինյանին բերեց իր իշխանության։ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանն իր ձևով լեգիտիմացրեց Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ Եվ հիմա էլ արդեն իր ձևով 2026 թվականին Սամվել Կարապետյանը կօգնի լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, անկախ նրանից, թե ինքը գրեժգո կմնա, թե կբողոքարկի, թե էսկանի, թե ենկանի։ Ասելով, որ գալիս ենք նոյեմբերի հունիսի 7-ից հետո մենք ենք իշխանություն, Սամվել Կարապետյանն է վարչապետ եւ ժողովրդի մոտ այն էմոցիան, որ վերջապես մեկը մեզ կօգնի պրսնել Նիկոլ Փաշինյանից, գնանք ձայն տանք այս ուժին, պրսնենք Նիկոլ Փաշինյանից եւ նաեւ այդքան էլ ֆանտաստիկ ռեսուրս ծախսել, ամբողջ համացանցը ողողել իր կերպարով ու իր նյութերով, ոչինչ չասող եւ ամբողջ երկիրը իր նկարներով եւ այդ ամեն ինչը մարդկանց մոտ սպասում առաջացնել, որ ամսի 7-ից հետո արդեն վարչապետը Սամվել Կարապետյանը ու բացատրում ենք, խափում են ձեզ ժողովուրդ ջան, խափեցին մինչև վերջ։ Հիմա ստացակ այն, ինչ որ ստացակ։ Շատ ցավում եմ դրա համար, բայց այդ էր մեր ուժերի ներածի չափով, որ անեինք ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենար։ Հիմա ունենք այդ, որ այո, խորհրդարանում ներկայացված ուժերն են, Սամվել Կարապետյանի ուժը եւ ինքը չի լինելու падգամավոր եւ Ռոբերտ Քոչարյանի ուժը եւ ինքը չի լինելու падգամավոր։ Երկու հոգի իրանց դեմքով ձայն են բերում եւ իրանք չեն հայտնվում խորհրդարանում։ Եվ արդյունքում մենք ինչ ենք ունենում։ Ունենում ենք ուժեր, որոնք ուղիղ ռուսական ազդեցության տակ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի դուք թալանել եք, դուք էս եք արել, դուք ուրիշ երկրի գործակալ եք, դուք պետք է կզասնենք, ձեզ պետք է բանտարկենք, դուք պետք է ճաղերի հետևում ելնեք, նրանք էլ ասեն դե իմի տեսեք մենք ենք անում ու այս ձևով մենք եւս 5 տարի ժողովուրդ ջան։ Դե պատկերացնում եք, թե ինչից էի փորձում ես մեզ եւ ձեզ հետ պահել, որի համար էլ ներկայացնում է, որ լավագույն տեխնացուն այն մարդն է, որի վրա այդ բեռը չկա, այդ անցյալի բեռը չկա ժողովուրդ ջան։ Այո, եւ պետք է ուշադրություն դարձնել, ասում են հրապարակային գործիչներ հայտնի մարդիկ, ես դա էլ եմ ասում, հրաշալի մարդիկ կազմակերպված թիմ, այս ամբողջ ամիսների ընթացքում նորաստեղծ թիմ շնորհապետական կուսակցության մի հատ ծպտուն դուրս եկավ միտեղ, մի հատ բան իմացակ, տարաձայնություն եղավ, չգիտես ինչ եղավ, այդքան կիլոմետրերով գնացել ենք, այդքան տարածքներ ենք գնացել, օրերով, ամիսներով, մի հատ հարց եղավ, որ այդպեսի կազմակերպվածությամբ նորաստեղծ ուժը աշխատում էր, այո, կարող է այդ մարդիկ հարյունության համար հայտնի չեն, նորից ասենք հայտնիներին էլ ենք տեսել, ինչպիսի վերաբերմունք ու վստահություն ունեն, ուշադիր պետքա լինել եւ այն ինչ որ մենք ունենք տեր կանգնել դրան ավելին ձգտելու խնդիրը չէր անգամ երբ որ տեսան որ կուսակցությունը կարող է հաղթահարի շեմը իրանց համար դա հիստերիա առաջացրեց ոնց թե բայետում տեղերի համար է գալի բայետում մանդատներն ա վերցնում բա ինչ է անելու այո եթե Հայաստանի շնորհապետական կուսակցությունը անցներ այդ դեպքում ոչ մեկը մեծամասնություն չէր ունենա որովհետեւ դուք տեսաք որ Նիկոլ Փաշինյանը ինչքան էր ձայն պակասում, բայց եթե այդ ձայնի պարագայում մենք անցնեինք, ինքը ուղակի 50% չէր ունենա։ Եվ մենք կունենայինք միանգամայն այլ իրավիճակ, որը որ մենք հստակ հրապարակային ներկայացրել ենք, որն էլ մարդկանց մոտ հիստերիա էր առաջացնում, թե այսինչ եք անում։ Հիմա առաջիկա զարգացումները այն ինչ որ տեղի կունենան, ես Ին վերլուծական ունակությամբ կփորձեմ հասկանալ, ձեզ ներկայացնել, որովհետև մենք գիտենք, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված խնդիր ունենք, մենք գիտենք, որ իշխանությունները որոշակի պարտավորվածություններ են ձեռք բերել այս ընթացքում նաև, թե Ռուսաստանի հետ կապված չխաբվեք, որ այդ սանկցիաները կա։ Այդ սանկցիաները հենց գալիս են նրանից, որ ռուսներն ասում են բան ես խոստացել, արա, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ։ Այսինքն մեզ դեռ սպասում է շատ հարցեր, առավել ևս սահմանադրական փոփոխություն, որը ուղղակի պարտադրվում է Հայաստանին, ինչքան ուզում է ասեն, դա մեր օրակարգային հարց է, մեր օրակարգային հարց է, բայց դա
վում է, իսկ եթե սահմանադրական փոփոխությունները տեղի չունենա, ժողովուրդը չգնա եւ չմասնակցի եւ այո չասի սահմանադրական փոփոխության հանրակրվեի ժամանակ ինչ է տեղի ունենալու, ով է մեզ պատերազմով սպառնալու եւ արդեն դա անելու է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ասելու է դու խաղաղության մանդատ եք տվել ինձ, ներողություն, խաղաղության մանդատ եք տվել ինձ, դե տեր կանգնեք խաղաղությանը, բա որ ասմեր տեր կանգնեք խաղաղությանը, գիտեք ինչ էր ասում, եթե խաղաղություն դու բերել ես, Ալիևի կողմից մեզ առաջարկել ես, հիմի դրանից հետո ասում ես խաղաղությունը, էլ ինչ ես պահանջում, որ մենք տեր կանգնենք խաղաղությանը, որ հիմա հաջորդ քայլը լինելու է, տվել եք մանդատ, դե տեր կանգնեք խաղաղությանը, գնացեք եւ համանadrական հանրակրվեին այո ասեք։ Հիմա կարճ մի հատ նաեւ անդրադառնամ, թե անմիջապես արձագանքը, ես չեմ խոսում մի շարք արևմտյան կառույցների ղեկավարների կամ երկրի ղեկավարների շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին, դե նրանք համարում են Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Եվրամիություն։ Թող իրանք այդ կարծիքին են, իրենց բարի բախտ կյանքը ցույց կտա, բայց համենայն դեպս գոնե նրանք ընդգծված ռուսական ճահիճ տանող էին մեզ, այդ պարագայում նրանք մտածում են գոնե Նիկոլ Փաշինյանը ավելի լավ է, հա, այդ հասկացանք, հիմա, բայց նաև այլ կարծիքներ էլ ենք լսում, չէ, հիմա տեսեք, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է եւ մոտ ապագայում հնարավոր է նոր առաջընթաց արձանագրվի։ Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում մենք ըստ էության կհասնենք լիակատար կարգավորման։ Սա այսպիսի վստահություն ընտրություններից հետո ձայն ստանալուց հետո։ Հիմա տեսնենք, բա Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորում է, բա Թուրքիայի արտգործնախարարը Հական Ֆիդանը ինչ կարծիքի է այս մասին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Ուղիղ երկխոսություն չկա, ցանկացած բան համակարգում է Ադրբեջանի հետ, նորը խոսում Հայաստանի հետ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրում առանց որևէ հապաղման։ Ադրբեջանի օրինական եւ հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվեն։ Այսինքն Թուրքիան ասում է ընտրվեցիր, մենք ինչով կարողացանք օգնեցինք, դե հիմա առանց հապաղելու պետք է խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Ադրբեջանի օրինական եւ հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվի։ Այսինքն սահմանադրական փոփոխություն, որի արդյունքում դուրս գա նախաբանը սահմանադրությունից։ Ահա, Ժողովուրդ ջան, անմիջապես արձագանք, այսինքն այսօր շնորհավորում են եւ այսօր պահանջ են ներկայացնում։ Որևէ մեկը կասկածում էր, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ընտրություններից հետո իրենց պահանջը ներկայացնելու են։ Հիմա տեսնենք մեր իշխանությունները ինչ են անում, տեսնենք ոնց են բացատրում, ոնց են դրա տակից դուրս գալու։ Եվ բացի դրանից էլ նաև մեր տարածաշրջանը, երբ որ նայում ենք, որ խաղաղ չի, հանգիստ չի, այդ խաղաղության խաչմերուկից ենք խոսում, բայց դա հանգիստ չէ։ Եվ թվում է թե դե լավ, մի ասենք Իրանը Իսրայելի հետ խնդիր ունի։ Դա որքանով է մեզ վերաբերվում։ Իհարկե մեզ վերաբերում է, եթե մեր տարածաշրջանը կայուն չէ։ Եթե մենք մտածում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր գործընկերն է, մենք նրա հետ ծրագիր ունենք, այս օրերին նորից խոսում էր թրիփի ստորագրման եւ թրիփի հետ կապված հարցեր անելու, որ տեսնում եք Ամերիկայի հետ հաստատուն քայլերով առաջ են գնում եւ մեկ է նորից տեսնում ենք պատերազմը ավարտված չէ, կոնֆլիկտը կա, հաստատող ստորագրված չէ, մեկ էլ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ Իսրայելի ուղղությամբ Իրանի կողմից արձակվել է հրթիռների լրացուցիչ ալիք։ Դերակը դրանք փոխադարձ են տեղի ունենում, միակողմանի չի, Իսրայելի զինված ուժերի հաղորդագրության մեջ էլ ասված է, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի քանի թիրախների Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշեհրի նավթաքիմիական համալիրում։ Եվ անմիջապես Դոնալդ Թրամփը, որ այս ամեն ինչը
խառնում է իր խաղակարտերը, Դոնալդ Թրամփն ասել է, որ Իսրայելն ու Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն փոխադարձրաձգությունը։ Իհարկե Իրանը հետագայում հայտարարել է, որ այլևս դադարեցված է, այսինքն պետք էր խփեցին, նրանք էլ խփեցին, հետո վերջ, մի խոսքով կոնֆլիկտը համարենք հարթված։ Բայց եւ այս պարագայում սա մեր տարածաշրջանն է եւ մենք գիտենք, որ քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հաշտվել այդ մտքի հետ, որ Ռուսաստանին պետք է տանի ռազմավարական պարտության, չի լինելու, որ ինքը կարողանա նաև նորմալ ձևով Իրանի հարցը լուծել, որովհետև եթե Ռուսաստանը Իրան պատկերացնում է ոտքի վրա ամուր կանգնած, կամ համենայն դեպս գոնե Ամերիկային այդպես է ցույց տալի, նա աջակցելու է Իրանին, ոչ թե որ ինքը այդքան ուժ ունի, որ աջակցի, կամ ցանկություն ունի, որ աջակցի, այլ որ մենակ չլինի, այսինքն ճակատ ունենա Ամերիկայի դեմ։ Իսկ Չինաստանը ոնց կարող է այդ առիթից չօգտվի եւ լավ էլ թե Ռուսաստանի հետ, թե Իրանի հետ համագործակցի։ Այսինքն եթե չի լուծվում Ռուսաստանում պատերազմի հարցը, չի լուծվում նաեւ Իրանի հարցը։ Առավել եւս որ Ռուսաստանը եւ Իրանը սերտ համագործակցում են ոչ միայն մեր տարածաշրջանում, նրանք նաեւ Կասպից ծովով հարևաններ են, նրանք նաեւ իրար հետ կապեր ունեն, հազար ու մի խնդիրներ, այսինքն այս պարագայում նաեւ նկատի ունեմ նաև որ Կասպից ծովը 5 պետության մեջ բաժանված է, այնտեղ այսինքն լուրջ համագործակցության բան կա, շատ երկար ժամանակ իրաց չէր հաջողվում համաձայնության գալ։ Դե այն ժամանակ երկու հոգու մեջ էր բաժանված, խորհրդային միության մեջ էին մտնում այդ երկրները եւ Իրանը, բայց երբ որ խորհրդային միությունը փլուզվեց, արդեն դարձավ 4 հարևան եւ գումարած Իրանը։ Այսինքն բայց ի վերջո շատ երկար բանակցություններից հետո ի վերջո եկան համաձայնության, այդտեղ էլ կա շահերի ընդհանրություն, համագործակցություն եւ ամեն մեկը մյուսի տարածք չմտնելու, ազդեցության գոտի չմտնելու հարցում։ Այսինքն Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապված հարցերը լրջորեն պայմանավորված են նաեւ մեր երկրի հետ կապված ինչա լինելու։ Դրա համար այս ամեն ինչի մենք պետք է ուշադրությամբ հետևենք, տա Աստված իրանք գան համագործակցության, տա Աստված որ Իրանը ի վերջո գտնի տարբերակ վերադառնալ Ամերիկայի հետ գործընկերության ժամանակներին, բայց նախկին սերունդը, նախորդ սերունդը, որ շատ-շատերը ողջ առողջ են եւ հիշում են 79 թվականի հեղափոխությունը, այդքան էլ շուտ չի եղել, էլի։ Հրաշալի հիշում են, որ նաեւ շահի ժամանակ նաեւ ինչպիսի ռեպրեսիաներ են եղել, ինչպիսի դաժան են եղել, նրա գաղտնի ոստիկանությունը Սավակը ինչ է արել, այսինքն էդ էլ կա։ Մի մասը հրաշալի է համարում, որ Ամերիկայի հետ աշխարհի կյանքերը, աշխարհի ամենահզոր երկրի հետ համագործակցում է, մի մասը հիշում է այդ դաժան ժամանակները։ Միատար չի Իրանի հասարակության համար ընկալումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց եթե այնուամենայնիվ իրանք ոչ թե Իրան շահի ժամանակները հիշեն, այլ առաջ գնան նոր հարաբերություններ հաստատեն, իհարկե Հայաստանի համար կլինի Շատ ենք խոսել այդ մասին եւ մենք ստիպված չենք լինի որոշում կայացնել ինչպես ենք բալանսավորելու այդ հարաբերությունները, ինչպես ենք անելու, եթե Իրանը դեմ է, որ թրիփը անցնի Հայաստանով։ Ինչպես ենք անելու, որ Իրանին ինչ ենք անելու, ճնշելու ենք, հա, չենք կարող։ Ամերիկան մեզ անվտանգության երաշխիք տվել է, ոչ չի տվել։ Եթե նույնիսկ տալ արաբական երկրների օրինակը մեր առաջ է։ Պարբերաբար դա պետք է մենք հիշենք ու հիշացնենք, ժողովուրդ ջան։ Դա այնպեսի հարց չի, որ մենք ուղղակի անտեսենք։ Մենք տեսանք, թե ինչպիսի ագրեսիվ ձևով հակադարձում էր Իրանը, երբ որ արաբական երկրների հետ կապված Իրան հարված էին հասցնում։ Ձեր տարածքից խփել են, պատասխան կստանաք։ Խփել են մեր բուհին, պատասխան կստանա ամերիկյան բուհերը ցանկացած տարածաշրջանի երկրում։ Գիտեք ինչ խոճապ առաջացավ նաև Հայաստանում։ Գիտեք որ հարվածում էր նաև Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունեցող դեսպանատան։ Այնպես որ եթե այս մի քանի օրը համեմատաբար խաղաղ է, դա դեռ չի նշանակում, որ հարցը կարգավորված է։ Այսինքն մեր իշխանությունները այսօր ընտրություններից հետո շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, որը պետք է լուծեն, որովհետև եթե այսօր Եվրոպայի հետ համագործակցությունը իրանք մտածում են այդ պարտադրանքի ճանապարհով, ահա Ռուսաստանը ճնշեց, մենք ստիպված ենք գնանք այնտեղ, մենք կարծում ենք, ես առաջի հերթին եւ ոչ թե նոր, այլ 22 տարի է դրա մասին եմ խոսում, որ ոչ թե մեզ պետքա պարտադրեն, որ մենք ընտրենք եվրոպական ուղին, այլ մենք պետքա ցանկանանք այդ ուղղությամբ գնանք։ Առավել եւս որ նրանք մեզ համար կանաչ ճանապարհ են բացում, կարմիր խալին էլ փռում են։ Դա հենց ավել թե մենք ինչ ենք ուզում, ես չեմ պատկերացնում։ Քանի անգամ ենք խոսել այդ մասին, որ եթե մենք պայմանավորվենք եւ
հստակ դիմում ներկայացնենք, որպեսի գնանք այդ ճանապարհով, այդ ժամանակ մենք կարող ենք նստել Եվրամիության հետ եւ ասել հարգելիներս, դե հիմա տեսակ մենք քայլը անեցինք ու դուք գիտեք Ռուսաստանն ինչ է ընդունակ։ Ապահովեք ոչ միայն մեր ապրանքների արտահանման համար տարբերակ գտեք, այլ նաեւ անվտանգության հարց լուծեք, որովհետեւ գիտեք Ռուսաստանն ինչի է ընդունակ։ Եվ ինչպես տեսնում եք, այս պարագայում նաև ասում ենք, որ մեր իշխանությունների դիրքը առավել խոցելի է, որովհետև Ռուսաստանը ասում է ես քեզ վրա կճնշեմ, իսկ արևմուտքին մենք չենք ասե գալիս ենք քո ուղղությամբ։ Այո, օգտվում ենք արևմուտքի մեկնած ձեռքը բռնում ենք, բայց դա դեռ հստակ են քայլերը չէ։ Իսկ երբ որ հստակ քայլ անում ես, ասում ես ես իմ քայլը արեցի եւ հիմա տեսնում ես պատասխան քայլը։ Եվ այս ընթացքում դուք տեսնում եք, որ տրանսպորտային ծախսերի հետ կապված նրանք մտածում են ինչպես փոխհատուցեն։ Նրանք մտածում են ինչպես կազմակերպեն այնպես, որ հայկական ապրանքները մտնեն եվրոպական շուկա։ Եթե այդ ստանդարտին համապատասխանում է ուղղակի որոշակի ծախսեր կա, որոշակի դժվարություններ կա, մաքսատուրքերի խնդիր եւ այլն, այդ բոլոր հարցերը պատրաստ են վերցնել իրանց վրա, որովհետեւ իրանց համար դա ընդհանրապես թիվ չի Հայաստանի ապրանքը իրացնելու համար։ Երևի այնքան եմ այդ մասին ասել այս տարիների ընթացքում, մարդիկ անգիր են արել, բայց այսօր երբ որ ձեր աչքի առաջ տեսնում եք, որ դա շատ հեշտ կա, այն դեպքում, երբ որ հանկարծակի փակել են, անգամ շուտ փչացող ապրանք։ Եվրոպան մտածել է ինչպես է հարցը լուծեն, որ ժողովուրդը չտուժի։ Այսինքն նույնիսկ հանկարծակի եկած ժամանակ են նրանք մտածել ձեռք մեկնեն։ Բայց դուք պատկերացրեք, եթե մենք հետևողական քայլերով պայմանավորվեինք եւ ասեինք մենք այս քայլն ենք անում, դու սա ես անում եւ մենք ցանկացած հաջորդ օր կլինենք ավելի լավ վիճակում եւ ժողովրդավարության վիճակով եւ մարդու իրավունքներ հիմնարար ազատություններ, դատական համակարգ եւ այդ ամեն ինչը մեզ կօգնի, որ նաեւ լինենք բարեկեցիկ երկիր, ես պարբերաբար ասում եմ, որ մենք նավթային տերություն չենք, որպեսզի անգամ միապետությունը լավ արդյունավետ լինի, հայրիկը նավթային պետությունը աշխատացնի կառավարի, հետո էլ հանձնի իր զավակին, մտածելով, որ ամեն ինչ հարուստ երկիր պահի, որ զավակին տա, մենք այդ հնարավորությունը չունենք, մենք եթե չունենք ժողովրդավարություն, չենք ունենա բարեկեցություն, որովհետև այդ արդար իրավիճակը, այդ անկախ դատական համակարգը, այդ ամեն ինչը պետք է նպաստի, որ ունենանք բարենպաստ ներդրումային ծրագրեր, մթնոլորտ ունենանք, բացի վարկաբյուջետային, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ճիշտ կատարելը, արդյունավետ եւ արդար կառավարիչ լինելը, նաեւ որ մարդիկ հավատան, որ մեր երկրում ներդրումներ արածը դա ապահով է եւ անվտանգ է։ Այս պարագայում շատ լուրջ անելիք կա, այսինքն հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, եթե որպես քաղաքական ծրագիր ասում էինք մտնենք խորհրդարան, մենք հայտ պետք է ներկայացնենք Եվրամիության անդամակցության, դա նշանակում է, որ այսօր, եթե խորհրդարանում չենք, այդ թեման մնալու է երկրորդ պլան, բացարձակապես ոչ։ 2004 թվականին մեր առաջ ճանապարհ է բացել Վրաստանը եւ մտածել ենք քայլ առ քայլ հետեւողական պետք է գնանք այդ ճանապարհով։ Ու այդ տարիների ընթացքում ես առաջի անգամ եմ ընտրությունների մասնակցել։ Միշտ էլ ակտիվ եմ եղել, բայց առաջի անգամ եմ ընտրություններին մասնակցել։ Այնպես ուզում եմ ասեմ, ընտրություններին մասնակցելը ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Դա եղել է նաև այն հասարակական պահանջը, որ շատ-շատերը ինձ են գրել, ասել են այդ քայլը կատարի, նաև շատ-շատերն է գրել են Գուրգեն Սիմոնյանին, թե ինչի չեք համախմբվում, եւ դա նույնիսկ եղել է ձեր առաջարկությունը, որը մենք սիրով երկկողմանի ընդունել ենք։ Այսինքն իմ պատկերացումները մեր երկրի ապագայի հետ կապված բացարձակապես փոփոխության չեն ենթարկվել։ Հիմա անգամ ավելի ազատ եմ այդ կարգի հարցերը քննարկելու հարցում, որովհետև ինձ չեն մեղադրի, որ կաշկանդված եմ կուսակցական ծրագրի շրջանակներում։ Առավել ևս, որ ես կուսակցական չեմ եղել։ Կուսակցությունը իր գնահատականը կտա ընտրությունների հետ կապված, եթե չեմ սխալվում, արդեն տվել էր, նկատեցի, որ նման հայտարարություն եղել է, քանի որ դա կուսակցության եւ նրա ղեկավարի մենաշնորհն է, այսպես ասած, կամ իր կողմից լիազորված անձի ինչպիսի գնահատական տալ ընտրություններին, Գուրգեն Սիմոնյանը դա կտա, ես այդ կարծիքը ես չի որ պետք է արտահայտեմ, ես իմ տեսակետն եմ հայտնում եւ ասում եմ, որ մենք այն ինչ որ ունենք, դժվարանում եմ պատկերացնել, որ սա մեզ տանելու է հաջողությունների։
այո, կարող են ասել համոզիչ հաղթանակ եւ այլ եւ այլ։ Արդյունքում այդ հաղթանակի արդյունքում այն իշխանությունը, որը հիմա կարողացավ ցույց տա, որ ամրապնդել է իր դիրքերը, ուրա տանում Հայաստանը։ Պատկերացնում ա թե ուրա տանում։ Դրա համար դրանից մեր մտավախությունները չի պակասում, ինչի, որովհետև հիմա արդեն ավելի ագրեսիվ ձևով պետք է ասի ժողովուրդը ինձ մանդատ ա տվել եւ ես այդ մանդատի լիազորությունների շրջանակներում պետք է անեմ սա, պետք է անեմ սա, այսինքն այդ պարագայում էլ որ որևէ քննադատություն չընդունեն, սվիններով ընդունեն, ժողովրդին ասեն, տեսակ դուք մեզ ընտրել եք եւ մենք ենք այդ ամեն ինչը անում, այս ինչից են խոսում, Ժորժ ջան, խոսում ենք, որ ունենանք ժողովրդավար բարեկեցիկ անվտանգ Հայաստան, որը ես պարբերաբար այդպես կարգախոսի ձևով ասում եմ, համայն հայության հզոր հայրենիք, ունենանք, որ այն նորմալ ձևով փոխհարաբերություն ունենանք Սփյուռքի հետ, որպեսզի նորից այդ ամեն լարվածությունը, որը կար Սփյուռքի հետ, որ ասում են արևմուտքից միջամտում են մեր գործերին, հիմա էլ ասենք շատ անառողջ ձևով հակադարձում էին, ինչ գործուներ գնացեք ձեր գործերով զբաղվեք, հիմա էլ Ռուսաստանից եկած մարդկանց ցույց տվեցին, որ նրանք հատուկ եկել են ընտրեն ու գնան եւ նրանց ընդհանրապես չի հետաքրքրում Հայաստանը։ Ժորժ ջան, ես ինքս այսքան տարի խոսում եմ Հայաստանի եվրոինտեգրացիայի մասին, բայց եւ մշտապես ասում եմ Հայաստանը համայն հայության հայրենիքն է։ Եթե ցույց տվեցիք մի քանի Ռուսաստանից եկածներին, որոնք որ եկել են հատուկ որ ցայն տան Սամվել Կարապետյանին, Հայաստանում էլ քիչ չէին, որ պատրաստ էին ցայն տալ Սամվել Կարապետյանին ու քիչ չի որ տվել են։ Այդպիսի ագրեսիվ ձևով ցույց տալ, որ Ռուսաստանից եկածը ցանկացածը թշնամի է, երբ որ 30 տարուց ավել նրանք Հայաստանից որ գնացել են, աշխատել են եւ ձեզ են փող ուղարկել, ոչ միայն իրանց ընտանիքներն են պահել, այլև իրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին չարքաշ աշխատանքով աշխատել են, փող են ուղարկել, ասֆալտ են փռել, ակադեմիայի պրեզիդենտ չէին աշխատում, ասֆալտ են փռել, փող են ուղարկել, որ ձեր երեխաները դպրոց գնան, ձեր երեխաները շոր ունենան։ Մի մոռացեք ու մի ուրացեք ժողովուրդ ջան։ Գաղափարական առումով ես կարող եմ ասել, որ Պուտինի քաղաքականությունը ես չեմ կիսում։ Չեմ կիսում նաև նրանց արածը, որոնք Պուտինի արածը արդարացնում են։ Մի մասը ստիպված է դա անում, մի մասը իսկապես չի պատկերացնում, ինչի Հայաստանում քիչ են մարդիկ խանդավառված են Պուտինով։ Զարմանում եք, որ Ռուսաստանում կա հայ, որը խանդավառված է։ Բայց այդ պարագայում դա դարձնել առիթ գործիք ցույց տալ, որ այ այնտեղից եկողը ցանկացածը մեր երկրի ճշնամին է, ինչ եք անում ժողովուրդ, այս ամեն ինչը մերժելով ու ուրանալով ինչ եք անում։ Եվ ուզում եմ ասեմ, որ հիմա էլ արդեն այն մյուսը առաջացավ, արևմուտքինը դե ատելության մթնոլորտը կար, Ռուսաստանին էլ հիմա սա տես լավ տեղին նոր այս ամեն ինչը ստեղծվեց, ժողովուրդ ջան, եւ բացարձակ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում հասկանում են, որ սա համայն հայության հայրենիքն է եւ անկախ գաղափարական ու քաղաքական տարաձայնությունից սա հայրական տուն է երկու կողմի համար էլ եւ ցավում եմ, որ այս ամեն ինչը ընտրությունների հետ կապված մի հատ այնպիսի մթնոլորտ ստեղծեցին, այնա բան չէր մնա, չնա դեռ ինչ բան չէ, նա լավ էլ ասենք Արցախահայության հետ կապված ատելության մթնոլորտ սարքեցին մի 11 վայրկյանանոց մի հատ նյութ, որը որ երկու տեղից կտրած ակնհայտ մարդիկ, որոնք որ գործից հասկացող մարդիկ են հասկանում են, որ նույնիսկ չեն կարողացել 11 վայրկյանից ավել մի կտոր թողեն, թե չկհասկացվեր, թե ես իրականում ինչ եմ ասել։ Դրեցին, տարածեցին, որ տեսեք, էսա ինչ շահեցիք դրանից։ Ինչ էր ձեր ուզածը։ Մեռանք բացատրելով, որ Ռուսաստանը Արցախի հարցը փակել է։ Այն ռուսամետ ուժերը, որոնք կմտնեն խորհրդարան, Արցախի հարց լուծել չեն կարող, որովհետև նրանք դա պետք է լուծեն Ռուսաստանի միջոցով։ Հայաստանի վարչապետը Արցախի հարցը փակել է։ Նա ասում է, որ դա չփորձեք բացել։ Ինչ է ստացվում։ Այսօր խորհրդարանում ուժեր են, որոնց համար Արցախի հարցը փակված է։ Շահարկել հանգիստ կարող են անել, բայց հարց լուծել չեն անելու։ Այդ մարդիկ, ովքեր շահարկելով տասնամյակներով Արցախի հարցով Հայաստանում իշխանության եկան, Հայաստանը թալանեցին Արցախը, շարքային Արցախ ցունել, շարքային Հայաստան ցունել, շատ մեծ վնաս տվեցին,
Այսօր Արցախը դատարկվելուց հետո շարունակեցին այս ընդդիմությունների հետ կապված դա օգտագործել, այդ մարդկանց դարձնելով գործիք, էմոցիան իրանց գողանալով։ Արդյունքում մենք հիմա ինչ ունենք։ Իրանք խորհրդարանում են, դուք էլ իրանց վստահում եք, իրանք ձեր հարցով զբաղվելու են, մեռանք բացատրելով։ Եթե այսօր Արցախի հարցը փակած չի համարում միայն արևմտյան շատ կառույցներ եւ շատ երկրներ, որոնք ասում են պետքա իրավունքի եւ անվտանգության հարցը անպայման տակ պահել։ Չեմ ասում թե այսօր ի վիճակի են իրավունքի եւ անվտանգության հարցը լուծեն, որ Արցախցին վերադառնա իր տուն, պետքա իրատես լինել, բայց ամենայն դեպս տակ պահելով ցանկացած իրավիճակի պարագայում, նույնիսկ եթե դա իրանց պետք լինի Ադրբեջանի վերաճնշում գործադրելու համար, այդ պարագայում իրանք փորձեն այդ հարցը տակ պահած հարցը, որը մենք էլ ենք պահում, ջրի երես հանենք եւ դնենք առիթը օգտագործենք, մարդիկ վերադառնան իրենց տները։ Քանի անգամ եմ ասել, միայն արևմտյան արժեքներով առաջնորդվող քաղաքական ուժը կարող է Արցախի հարցը տակ պահել։ Իսկ ձեզ խաբեցին ու ասեցին, որ դա միայն կարող է անել Ռոբերտ Քոչարյանը, ինքը նախագահ է եղել, ինքը էս է արել, իր ժամանակ Արցախը եղել է, հիմա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը խորհրդարանում է։ Դե գնացեք իրանից պահանջեք, տեսնենք ինչ են անելու։ Այդ ձևով կարողացան խաբեն, այդ ձևով հիմա Հայաստանի հարաբերությունները ատելությունը հասցրեցին գագաթնակետի, այն դեպքում, երբ որ դա էլ եմ բացատրել, որ հայաստանցի Ղարաբաղցի ատելությունը հենց եկել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից պլանավորած, որովհետև դա պետք է իրականում լիներ, որովհետև ինքը դա խոստացել էր Ալիևին։ Ցավում եմ, որ նորից ստիպված եմ ալում ամեն անգամ դա հիշացնել։ Ասում եմ Մադրիդի փաստաթղթում ինքը խոստացել է, որ Արցախում հայ բնակչության թիվը չի աճելու։ Դե Ադրբեջանի լուսեկացները կոնկրետ թիվ էր։ Ենթադրենք 40,000 մոտարապես, այսինքն մոտ 20-21%։ Նրանք այդքան գնացել են, այդքան հետ են գալի։ Նշանակում է այդ նույն հարաբերակցությամբ Հայաստանում, Արցախում պետք է այդ թիվը պահվեր, ժողովուրդ ջան։ Իսկ դուք մի հատ հարց տվեք ձեզ, ոնց էր ինքը ապահովելու, որ դուք շատ երեխաներ չունենաք, կամ ոնց էր ինքը ապահովելու, որ Հայաստանից չգնան Արցախ ապրեն, ինքը Ալիևին խոստացել է։ Վերցրեք Մադրիդի փաստաթուղթ, կարդացեք, չի փոխվելու հարաբերակցությունը, դա նշանակում է, որ 88 թվականին ինչքան հայ բնակչություն է եղել Արցախում, այդ նույն թիվը եղել է, որ արդեն Արցախը դատարկելուց եկել է Հայաստան։ Բա մի հատ ձեզ հարց չեք տալի, ոնց էր տենց հնարավոր։ Ոնց կարող է Քոչարյանը պլանավորել, որ դուք շատ երեխա չունենաք։ Չեք ուզում մտածեք, լավ Արցախում չեք մտածել, այդքան էլ շատ շփում չի եղել, մի քիչ ռազմական դրություն, հատուկ դրություն հազարով մի հարցեր կար Արցախում։ Այդքան բաց չէր հասարակությունը, բա Հայաստան եկաք այդքան շփվեցիք, չհասկացաք, թե ինչ են արել։ Ամեն ինչ արել են, որ իրար նկատմամբ թշնամություն լինի։ Ամեն ինչ արել են, որ հայաստանցուն ճնշեն Արցախում։ Ամեն ինչ արել են, որ ասեն դու ինչ գործ ունես ստեղ։ Այդ ամեն ինչ արվել է մի նպատակով, որ այդ բնակչությունը ավելանալ է, ինքը խոստացել էր։ Հարց եմ տալիս, ասում եմ Հայաստանը մոտ 30,000 քառակուսի կիլոմետր, կլոր թվեր եմ ասում, պարզել է, 29,743։ Հայաստանը ունի 3 միլիոն բնակիչ, մոտարապես 1 քառակուսի կիլոմետրի վրա 100 մարդ։ Արցախը օրգանապես կպված էր Հայաստանին։ Չեմ ասում ազատագրված տարածքները։ Չեմ ասում անվտանգության գոտի ամեն անուն մեկը, այդ նա ասում մեկը օկուպացված, մեկը անվտանգության գոտի, մեկը ազատագրված։ Խոսում եմ զուտ հայկական Արցախը, լղիմի տարածքը 4,500 քառակուսի կիլոմետր։ 4,500 քառակուսի կիլոմետրի վրա պետք է ապրեր, մենք օրգանապես կապված էինք, չէ՞ իր հետ 450,000 մարդ։ Բան չէ էր ապրում 120,000։ Ձեզ հարց չեք տվել։ Դե վերցրեք Մադրիդի փաստաթուղթը նայեք եւ կհասկանաք։ Ու դրա համար, որպեսի ձեզ թվացել է պատահական կոնֆլիկտ ա եղել Հայաստանցու եւ Ղարաբաղցու միջեւ։ Ձեզ թվացել է իրար չեն հասկացել, ձեզ թվացել է ինչ որ մեկը չգիտես ինչի, ինչ որ մեկը նրան ատելության, ինչ որ ատելություն է սերման է։ Դուք պարզապես փաստաթուղթ նայեք, ձեր այդ ամեն ինչը ինչ որ ձեզ թվացել է անհատական շփման բան է, փաստաթղթի մեջ պարտավորվածություն է վերցրել Ադրբեջանի առաջ։ Ու նաև 2007 թվականին, եթե այդ պարտավորությունը վերցրել էր,
բա որ հանկած Ադրբեջանը համաձայնվեր մի շաբաթ հետո հանրակրվե անեին, բա ոնց է ինքը ապահովելու, որ Արցախի բնակչությունը, հայ բնակչությունը 120,000-ից ավել չի լինելու։ Ուրեմն մինչև այդ ինքը դա պիտի արածելներ, երբ որ Արցախում նախագահ էր, երբ որ Հայաստան նախագահ էր եկել։ Այսինքն ինքը մինչև այդ էր դա արել, որպեսզի նստեր փաստաթուղթ ստորագրեր, եւ այդ պարտավորությունը, որը իր վրա վերցնում էր, այդ պարտավորությունը ի վիճակի լիներ կատարեր, որովհետև եթե ինքը գնար 2007 թվականին թուղթ ստորագրեր, որ ասեր Արցախում պետք է լինի այնքան հայ, ինչքան եղել է 88 թվականին, բա որ հանկարծ այդ ընթացքում մի 300,000-ով աճացելնեին Արցախի բնակչությունը, ինչ էր անելու, դուսեր անելու ընդեղից, ինչ էր անելու, վերացնելու էր։ Այսինքն նշանակում է դա հետևողական քաղաքականություն ա եղել։ Բացում եմ ձեր աչքերը, որ դուք այդ ամեն ինչը կարդալով հասկանաք, ինչի համար եմ ասում, որ ատելությունը սրտներում չապրեք, որ դուք հասկանաք, թե ձեր գլխին ինչ են սարքել, եւ ով է սարքել, այն ում որ դուք հիմա պաշտում եք, այն նրանք են սարքել։ Վերցրեք փաստաթուղթը կարդացեք։ Տասնյակ անգամ ես այդ փաստաթուղթը հատուկ ձեզ համար կարդացել եմ։ Դժվար չի մտնեք 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը, որը ստորագրված է ի տարբերություն 2011 թվականի Կազանի փաստաթուղթի Սերժ Սարգսյանն ու Ալիևը։ Սերժ Սարգսյանը համաձայն էր, Ալիևը չհամաձայնվեց։ Մադրիդի փաստաթուղթը ստորագրված է, հարգելիներս, վերցրեք նայեք, թե ինչպես են ձեզ խաբել եւ ինչպես են հիմա խաբում եւ ինչպես են հանում Հայաստանի ու հայաստանցու դեմ եւ որի պարագայում դուք կհասկանաք, թե ինչից են փորձել ձեզ փրկել։ Չեք ցանկանում, դա ձեր իրավունքն է։ Դրանից ինձ վատություն չեք անում, դրանից դուք ձեզ եք վատություն անում։ Դե ես փորձել եմ ամեն ինչ անել, որ դուք իրականությունն իմանաք։ Այո, Հայաստանի իշխանություններին մեղադրում եք շատ հարցերում, ես էլ եմ մեղադրում, բայց երբեք չասեք, այն նրանք լավն էին, դուք վատն էիք։ Հենց դա ասում եք, այդտեղ մեր պատկերացումները տարբերում են, որտեղ նրանք իրենց բաժին սխալն են արել, նրանք իրենց բաժին։ Եթե դուք նա ասում եք, իսկ ընդեղ պաշտպանում եք, այդտեղ արդեն չեղավ։ Դուք արդեն մեղադրում եք Հայաստանցուն եւ Հայաստանին։ Իսկ դա ես հանդուրժել չեմ կարող։ Փորձեցի ձեզ բացատրեմ նաեւ դա, թե ընտրությունների էմոցիայի հետ կապված ձեզ ոնց օգտագործեցին, ոնց որպես գործիք օգտագործեցին։ Այո, ասում եմ, որ վիրավորականը լի, որ հասկանաք ոնց ձեզ օգտագործեցին։ Վերցրեք նայեք Մադրիդի փաստաթուղթ եւ վերցրեք նայեք բնագիրը այդ հարցազրույցի, որը տարածում էին, եւ դուք կտեսնեք, թե ես իրականում ինչ եմ ասել։ Ես չեմ արդարանում, ես դրա կարիքը չունեմ։ Ես պարզապես բացատրում եմ, որ այտենց ապրելը ձեզ համար շատ ծանր է ալնելու առանց իրականության հետ հաշվի նստելու, առանց իրականության հետ հաշտվելու։ Այս է հարցը, ժողովուրդ ջան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։